Քպական Դիանա Գասպարյանի վերաբերյալ գործը ԿՊ կուսակցության այցեքարտերից է։ Ամբողջ տնով ինքը ամուսինը սկեսուրն ու սկեսրայրը անցնում են կոռուպցիոն գործով, էլ փողի լվացում, էլ չգիտեմ ինչ։ Հիմա նրանք ըստ Ռուբեն Ռուբինյանի ու մյուս քպականների կոռուպցիոներ սրիկա են, թե չէ։ Կրկնում եմ, ես չեմ խախտում ոչ մեկի անմեղության կանխավարկածը։ Ես հնչեցնում եմ հարց. եթե քննչական կոմիտեն ինչ որ կասկածելի հաղորդագրություն է տարածում ու ԿՊ-ն դրա միջի մարդկանց համարում է կոռուպցիոներ սրիկա, ապա ինչ կարծիք ունեն քպականների մասով, բռնված ու չբռնված դեռ։ Ինչ կարծիք ունեն պաշտպանության նախարար Պապիկյանի ԿՊ-ական խորհրդականի մասով, որը կալանավորվեց հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ հափշտակության գործով։ Հիմա նա կոռուպցիոներ սրիկա է, թե չէ, ըստ ԿՊ-ականների։ Եթե ոչ, ապա ինչու, իսկ եթե այո, ապա ինչու չեն հայտարարում այդ մասին։ ԿՊ կուսակցության այցեքարտ մեկ այլ կոռուպցիոն դեպք՝ Դարի կոռուպցիան անիվ անունով։ Ասեք իմանանք, քանի կոռուպցիոներ սրիկա կա այդ գործի մեջ ԿՊ վերնախավից, պետական բյուջեից մսխել են 60 միլիոն դոլարից ավելի։ ԿՊ կուսակցության մյուս այցեքարտը կուսակցական դրամահավաքները ծագումը թաքցրած 100 միլիոնավոր դրամ հանգանակություններով։ Իշխող կուսակցությունը կասկածելի գումարներ է հանգանակել, բա ուր է կոռուպցիոներ սրիկաներ արտահայտությունը։